Եթե մեկը այսօր ձեզանից հարցնի Պենտեկոստը ինչ միտք ունի մեզ համար, կարող է ոմանք ասեն Սուրբ Հոգու իջնելն է եւ լեզուների փոխվելն էր, մարդիկ սկսեցին լեզուներ խոսալ։ Կարող է այդպեսի մենք մոտենանք։ Կարող է մտածենք, այդ օրն էր, որ Հիսուսը խոստացել էր աշակերտներին, որ հոգին կուղարկեմ եւ աշակերտները սպասեցին, հոգին եկավ նրանց վրա։ Կարող ենք այսպեսի հարցերը պատասխանենք մարդկանց, բայց այսօր ուզում ենք հասկանանք, որ իսկականից Պենտեկոստը ինչ միտք է տալի մեզ համար։ Հոգեգալուստը պարզապես զգացմունքային մի բան չի, մի փորձ չի, եկեղեցական ավանդություն կամ պատմություն չի, եւ պատմական հիշատակություն չի հիշեցնում մի բան, որ անցյալի մեջ է պատահել, այլ մի մեծ նպատակ կա Պենտեկոստեի ամբողջ ընթացքը, որ կատարվել է։ Հոգեգալուստը շատ հետաքրքիր point է։ Հոգեգալուստը Աստծո ցանկության հայտնությունն էր։ Աստծո ցանկության հայտնությունն է։ Եթե մեզանից հարցնում են, որ Սուրբ Հոգի եւ գործարաբանը Պենտեկոստը ինչ միտք ունի, ուրեմն Աստծո ցանկացած հայտնությունն է։ Սուրբ Հոգու միջոցով բնակվել մարդկանց մեջ։ Աստված հայտնվում է, իր հայտնությունը տալիս է Սուրբ Հոգով բնակվելով մեր կյանքի մեջ։ Ուրեմն Պենտեկոստը մեզ համար այսպեսի միտք պետք է ունենա։ Աստծո բնակչությունը մեր մեջ եւ ցույց է տալի, որ Աստված ծրագրել է այդ բանը։ Աստված ցանկություն է ունեցել, որ իր հոգին ուղարկի։ Սինա լեռան վրա Աստված իջավ կրակով։ Հոգեգալստին Աստված իջավ մարդկանց վրա կրակով։ Այդպես որ Սինա սարի վրա կրակը եկավ եւ Մովսեսը կարողացավ այդտեղ Աստծո ներկայության մեջ կա եւ 10 պատվիրանքն առնի, հիմա կրակով իջնում է ումի վրա, կրակով իջնում է հավատացյալների վրա, կրակով իջնում է առաքյալների վրա եւ մարդկանց, որ 120 հոգով հավաքված էին վերնատան մեջ։ Հին ուխտում կրակը արտաքին էր, այսինքն ֆիզիկական էր, բայց նոր ուխտի մեջ կրակը դառնում է ներքին մի բան, դառնում է մեր հոգեկան այդ ուժեղ ուզելիքը, ուժեղ կրակը, որ մեր սրտի մեջ վառ է, այդ տաքությունը, որ մեր սրտի մեջ վառ է Աստծո ներկայությունից։ Ուրեմն շատ կարևոր է, եթե մենք ասում ենք պենտեկոստական եկեղեցի ենք, պետք է Աստծո կրակը մեր մեջ վառ լինի։ Աստծո կրակը եթե մեր մեջ վառ լինի, այն ժամանակ Աստված փոխանցիր է պարգևները։ Գիտեք, ոմանց ասում են ինչու չեք մկրտվում, չեմ մոնում, տարիները ես աղոթում եմ, չեմ կարողանում Սուրբ Հոգով մկրտվեմ։ Պատճառը սա է, որ մենք պետք է ընդունենք Աստծո կրակը։ Հիմա այսօր կհասկանանք Աստծո կրակի միտքը ինչ է կարող լինի ամեն մեկիս համար։ Հոգեգալստյան ժամանակ ամենամեծ հրաշքը միայն լեզուներ խոսալը չէր։ Շատերն ասում են հրաշք կատարվավ, մարդիկ սկսան լեզուներ խոսալ, բայց ամենակարևոր հրաշքը չէր։ Ամենամեծ հրաշքը այն էր, որ սովորական մարդիկ դարձան Աստծո զորության բնակարանը, Աստծո զորության բնակավայրը։ Ուզում եք դուք դառնաք Աստծո զորավոր բնակավայրը, թե ոչ։ Գիտեք, մարդիկ, որ մեզի տեսնում են, Սուրբ Հոգու զորությունը արդյոք դուրս է գալի մեզանից իրանց համար, թե ոչ։ Եվ որ մենք խոսում ենք Սուրբ Հոգու զորությունը կարողանում է մարդկանց կյանքը փոխի, թե ոչ։ Սկսենք փորձել, բայց ինչպեսի է, պետք է կրակը, Աստծո կրակը պետք է մեր մեջ վառ լինի, որ կարողանանք ցույց տանք մենք Աստծո մեր մեջ Աստծո բնակչությունը կա։ Եվ այն ժամանակ, որ մենք խոսում ենք մարդկանց կյանքը տագնուվեր է լինում։ Անցյալ շաբաթ երկու երիտասարդ եկան աղոթքի տունը, մատ այդ երիտասարդներից սկսավ պատմել իր անցյալը, որ շատ վատ անցյալ ունեց, դրագի մեջ, խմելու մեջ, ընտանեկան խնդիրների մեջ, շատ վատ անցյալ, եւ մարգարեական հոգի եկավ, եւ սկսեցին մարգարանալ, եւ որ ինքը հուզված սրտով գնաց Աստծո ներկայության մեջ, փռվավ այդ սենյակի մեջ, եւ որ մենք ծեր տրեցինք իր վրա, աղոթեցինք, նա զորավոր բան իր կյանքի մեջ կատարվավ, մի բան ճիշտ կարծես իր կյանքից քանդվավ եւ գնաց։ Սուրբ Հոգին եւ որ գործում է, եւ որ իր կրակը մեր մեջ է,
Այն ժամանակ մեր ձեռքը կարողանում է հրաշքներ գործել։ Հրաշքները միայն այդ չի, որ մենք տեսնենք կույրն է բժշկվում, ականջները բացվում։ Հրաշքը սա է, որ մի մարդու կյանքը փոխվի։ Ամեն։ Մենք հոգու կրակը պետք է փնտրենք, Սուրբ Հոգու պատգամը ամեն մեկիս համար այսօր սա է։ Սուրբ Հոգու կրակը ես այսօր խնդրում եմ։ Աստծո բնակչությունը իմ մեջ ընդունում եմ եւ բարի գալուստ եմ ասում Աստծոն իմ սրտից մեջ։ Եթե չէ իզուր է, մեր հավաքույթը իզուր է, մեր եկեղեցի գալը իզուր է։ Հավատացեք, եթե չեք փնտրում Աստծո ներկայությունը ձեր սրտի մեջ, չեք խնդրում Աստծո ներկայությունը ձեր սրտի մեջ, ձեր եկեղեցի գալը ոչ մի օգուտ չունի։ Աստծո ներկայությունը կարող է մեզի տարբեր մարդ սարքի։ Աստծո ներկայությունը կարող է մեզի Աստծո ծառա դարձնի։ Ուրեմն շատ կարևոր է այսօր իմանանք այդ հոգու ծառավն ու փափակը, որ Սուրբ Հոգու համար պետք է ունենանք։ Հոգեգալուստը առաջի կետի մեջ, հոգեգալուստը ծնվեց սպասման միջոցով։ Սպասման միջոցով։ Մենք չենք կարող չսպասելով Սուրբ Հոգուց ուզենանք, որ մեր մեջ կա եւ Սուրբ Հոգու զորությունը առնենք։ Առաքյալները սպասեցին 120 մարդ սպասեցին 120 հոգի վերնատան մեջ 10 օր աղոթքի մեջ էին։ Այսօր մենք մեկ ժամ չենք կարող եկեղեցում մնանք։ Համաձայն եք ինձ հետ։ Քարոզը մեկ ժամ որ երկարավ ամեն տեսեք նայել ձեր ժամացույցին, այդպես չի։ Որտեղ մեր սրտերի մեջ փափակ չկա։ Աստծո ներկայությունը չենք սիրում։ Այս մատ իրականություն է, ինձանից բռնած միշտ ամեն մեկը։ Աստծո ներկայությունը, Աստծո խոսքը ճիշտ կարծես մեր մեջ տեղ չի բացում։ 10 օր 120 հոգի օր ու գիշեր իրար հետ, երեխեքի լացելը։ Այդ այնտեղ կերակուրի խնդիրն է, լվացելու խնդիրն է, քնելու խնդիրն է։ Ամբողջ այդ բաները 10 օր այդ մարդիկ միաբան սպասում են, որ Սուրբ Հոգին իրանց վրա կա։ Արդյոք մենք համարձակվում ենք, որ ամեն օր սպասենք Սուրբ Հոգու գալը մեր սրտերում, թե ոչ։ Ամեն օր մենք պետք է ուզենանք։ Ամեն օր Սուրբ Հոգի, սպասում եմ քեզ։ Արի եւ ինձ լեցու, կարիք ունեմ քեզի։ Գիտեք, մենք առանց Սուրբ Հոգի ոչ մի բան չենք կարող անել։ Այնքան կարևոր է Սուրբ Հոգու ներկայությունն ու լեցենությունը, որ Հիսուսը ինքը ասաց՝ «Իմ մեթալը դες համար լավ կլինի», որտեղ Սուրբ Հոգին կգա ձեր մեջ եւ ձեզ հետ կլինի, ձեզ հետ կլինի։ Արդյոք Սուրբ Հոգին մեզ հետ է թե ոչ։ Այսօր ամեն մեկը դուք ինքներդ կարող եք իմանալ, արդյոք Սուրբ Հոգին ձեզ հետ է քայլում թե չէ։ Եթե չէ, մի նոր գիրք բացենք, մի նոր թերթ բացենք մեր կյանքի մեջ եւ ուզենանք, որ Սուրբ Հոգին գործի։ Միջով կրակը կար ինչ։ Միջով կրակի իջնելը, միջով Սուրբ Հոգու իջնելը կար հնազանդություն։ Հիսուս Քրիստոսը ասեց աշակերտներին, Ղուկասի 24-րդ գլուխ 49-րդ համարը, խոսում է հոր նվերի մասին, հոր պատգամի մասին, հոր խոստումի մասին։ Եվ Հիսուսը առաքյալներին այսպես ասում. մնացեք Երուսաղեմ քաղաքը, միջով որ այդ հոր պարգևը ձեզ համար լինի, ձեզ համար գա։ Սպասողություն եւ հնազանդություն։ Աշակերտները հնազանդեցին Հիսուսին, եւ որ Հիսուսը համբարձվեց գնաց երկինք։ Եվ ամենը մնացին Երուսաղեմ, չջոգվեցին Երուսաղեմից, մինչով որ ինչ հոգին կար։ Գիտեք, Աստված Սուրբ Հոգուն ուղարկում է, որ մենք կարողություն ունենանք ջոգվենք։ Ջոգվենք ինչից։ Ջոգվենք այդ վիճակից, որ հիմա կանք, եւ քայլենք դեպի ինչ, քայլենք դեպի ավետարանչություն, քայլենք դեպի մարդկանց փրկություն, քայլենք դեպի գիտությունը, որ Աստծո խոսքի մեջ է, քայլենք, որ մեր կյանքի վարվելակերպը փոխվի։ Հիսուսը աշակերտներին հրամայեց եւ աշակերտներն հնազանդեցին։ Աշակերտները չստեղծեցին հոգեգալստյան օրը։ Նրանք պարզապես պատրաստվեցին հոգեգալստյան օրվա համար, պատրաստվեցին։ Եթե ուզում եք Սուրբ Հոգով լցվեք, ձեր կյանքը պետք է դնեք Հիսուսի առաջ, պատրաստվեք այդ բանի համար։ Գիտեք, այդ անոթը պետք է պատրաստ լինի, որ Սուրբ Հոգու կրակն իջնի։
Դուք եթե պատրաստ անոթ չունենաք, Սուրբ Ոգին չի գա, որտեղ Սուրբ Ոգին ունի իր ձևերը։ Մենք չենք կարող Աստծո ձևերը փոխենք։ Մենք չենք կարող Աստծուն հրամայենք, որ օտար ձևով գործի։ Աստծո ձևը միայն ու միայն այդ բանն է, որ Աստծո խոսքը մեզ համար պատրաստել է, մեզի փոխանցել է։ Նրանք պարզապես պատրաստվեցին։ Այսօր եկեղեցի պետք է մենք պատրաստվենք։ Այսօր պետք է պատրաստվենք Սուրբ Հոգու կրակին, պատրաստվենք Սուրբ Հոգու թափվելուն, պատրաստվենք Սուրբ Հոգու պարգևներին։ Գիտեք, Սուրբ Հոգին գործում է, որ մեր բնավորությունները փոխի։ Սուրբ Հոգին գործում է, որ մեր էությունը փոխի։ Արդյոք մենք պատրաստ ենք, որ մեր կյանքի մի մասը Սուրբ Հոգուն տանք, թե ոչ։ Հավատացեք, եթե Սուրբ Հոգու հետ մտերմանանք, զարմանալի բաներ կկատարվի եւ կտեսնեք, որ ձեր խոսքերը զարմանալի ազդեցիկ է դառնում մարդկանց փոփոխության մեջ։ Շատ ենք մենք ջանքանում մարդկանց կյանքը փոխել խոսքերով, բայց այդ երբեք չի կատարվի, եթե Սուրբ Հոգին մեր մեջ չվարվի։ Շատ մարդիկ ուզում են զորություն։ Գիտեք, շատ մարդկանցից հարցնում եմ, մարդիկ ուզում են Հիսուսի զորություն իրաց վրա լինի, բժշկություն կատարեն, շատ մեծ գործեր անեն, բայց չեն կարողանում ընդունել Հիսուսի բնավորությունը ստանալ։ Սուրբ Ոգին գալիս է, որ մեր բնավորությունները փոխվի, ամեն։ Սուրբ Ոգին գալիս է, որ մեզ Հիսուս Քրիստոսի նման դարձնի։ Ուրեմն շատ մարդիկ ուզում են զորություն, բայց առանց ինչ, առանց հնազանդություն։ Մենք առանց հնազանդություն չենք կարող Սուրբ Ոգուն ստանալ։ Գիտեք, Սուրբ Ոգին մենակ այդ չի, որ ես երկու բառ սուրբ լեզուներով խոսամ։ Սուրբ Ոգին տարբեր բաներ է անում, տարբեր ձևեր ունի Սուրբ Ոգին։ Այնքան բաներ կանի Սուրբ Ոգին, որ կարող է Սուրբ Գրքի մեջ գրված չի։ Եվ կտեսնենք, որ գործ է կատարում, եւ որ Սուրբ Ոգին ձեզ հետ խոսում է։ Գիտեք, եւ որ Սուրբ Ոգին մեզ հետ խոսում է, կապերը բացվում է։ Եվ որ Սուրբ Ոգին մեզ հետ խոսում է, Աստված զորություն է տալի, որ մարդկանց կյանքի կապերը բացվի։ Աստված զորություն է տալի, որ մենք ճիշտ տեղը մեր հոգևոր նետը ուղարկենք եւ չարթենք սատանայի ամբողջ մտածելակերպը։ Ես հիշում եմ մարդկանց համար, որ գնում էի աղոթելու Պարսկաստան, մանավանդ դեվարների համար, միշտ հարցնում էի. Սուրբ Ոգի ինչ պետք է անեմ։ Եվ հետաքրքիր է, եւ որ Սուրբ Ոգին սկսում է խոսալ, այն բանը, որ ինքն ասում էր, անում էին, դևը փախնում էր։ Զարմանալի բան էր, եւ որ Սուրբ Հոգու քայլում ես եւ իր հետ հաղորդակցության մեջ ես, ինքը քո հետ խոսում է։ Եվ այսօր Սուրբ Ոգին փափակ ունի, որ ամեն մեկի հետ խոսա։ Թողեք այս վիճակից դուրս գանք, սովորական մարդիկ չդառնանք։ Հիսուս Քրիստոսը սովորական մարգարե չէր։ Համաձայն եք ինձ հետ։ Հիսուս Քրիստոսը յուրահատուկ մի անձնավորություն էր։ Սովորական չէր, Աստված էր, որ մարդացել էր։ Եվ հիմա մենք ենք, որ մեր մարդկությունը հալեցնում ենք Հիսուսի աստվածության մեջ։ Եվ այս միայն ու միայն Սուրբ Հոգու միջոցով է ամեն մեկիս համար կատարվում։ Խնդրում եմ, որ կարողանանք ամեն օր փափակենք Սուրբ Ոգի թափի ինձ վրա։ Սուրբ Ոգի գործիր ինձ հետ։ Սուրբ Ոգի, ես ուզում եմ քո կամքը կատարեմ։ Եվ կտեսնեք, որ եւ որ այս բանը կատարվի, Սուրբ Հոգու թափելը մի անգամից ձեր վրա կգա։ Ես հիշում եմ Սուրբ Հոգով, որ աղոթում էի, ասի դրա Աստված, Սուրբ Հոգով ինձ լեցրու։ Ուզում եմ քեզի ծառայեմ։ Մենք աղոթում էինք, որ մեր տունը եկեղեցի դարձնեինք։ Աղոթում էինք եւ օրեր անցավ եւ մեկ անգամից Սուրբ Ոգին թափավ եւ սկսեցի լեզուներ խոսալ։ Զարմանալի մի բան էր։ Առաջի անգամ մանկության ժամանակ էր այնքան հիշողությունս չէր ներում, որ հասկանայի այդ օրում ինչ կատարվավ։ Բայց երկրորդ անգամ իմ ամուսնությունից հետո էր, որ Սուրբ Ոգին նորցեն իր կրակը վառեց իմ սրտից մեջ, որտեղ մի փափակ կար մեր սրտում։ Այդ փափակն ինչ էր՝ ծառայել եւ հնազանդել Աստծուն, եկեղեցի կառուցել մեր տան մեջ։ Օրեր կգա Ամերիկայի մեջ, որ եկեղեցու դուրեր կփակվի, իսլամը արդեն կամաց տարածվում է։ Միշիգանում մարդիկ էլ ծանրացել են, 5 անգամ մուսուլմանները ազան են կարդում քրիստոնյա երկրի մեջ։ Հիմա իրանք ուզում են, որ Ղուրանի միջոցով իրանք շարիան կատարեն Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ էլ արդեն կարծես էլ Եվրոպան քրիստոնյա չի։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք այդ օրերի համար։ Եվ այստեղ մենք ենք կարող պատերազմենք, եթե Սուրբ Հոգուն ունենք մեզ հետ։ Մուսուլմանը պետք է գա եւ կոտրվի, մուսուլմանը պետք է գա եւ ոտի տակ ընկնի,
Եվ ապաշխարի Հիսուս Քրիստոսի զորության առաջ։ Եվ այդ զորություն տանողը մենակ մենք ենք։ Աստված մեզի պատիվ է տվել, որ իր զորությունն ուզում է փոխանցի մեզի։ Առանց զորություն ինչ ենք կարող անել։ Խոսքը կսպանի։ Խոսքով մենք ոչ մի բան չունենք անելու։ Բայց եւ որ զորությունը կա Աստծո օգունը, եւ որ Աստծո ներկայությունը մեր մեջ կա, այն ժամանակ էլ խոսք չի, այն ժամանակ Աստծո ներկայությունը որ մեր հետ է։ Եվ Սուրբ Հոգու Գալստյանը Պենտեկոստեի օրը այդպեսի մի միջոց ստեղծավ ամեն մեկիս համար։ Աշակերտները ուրեմն չստեղծեցին հոգե գալուստը, նրանք պատրաստվեցին դրա համար։ Այսօր ամեն մեկս պետք է պատրաստվենք։ Ուզենանք հնազանդել եւ ուզենանք որ սпасել։ Փառք առանցի սпасելու անհնար է։ Օծությունը առանցի զոհաբերություն անհնար է։ Աստծո օծությունը գալիս է մարդկանց վրա, որ զոհաբեր են, իրանց ժամից անցնում են, իրանց հանգստությունից անցնում են, իրանց տունից անցնում են, իրանց ընտանեկան հանգստությունից անցնում են, իրանց փողից անցնում են, այն ժամանակ Աստված հարգում է մարդկանց ինչը, մարդկանց այդ զոհաբերությունը, եւ այն ժամանակ է որ Սուրբ Ոգին մեզանից սկսում է օգտագործել, մեզ հետ սկսում է գործել, որ իր փառքը Երևան բերի, եւ մենք դրա համար ենք ապրում։ Մենք դրա համար ենք ապրում։ Մենք չենք ապրում որ մի բաներ ստեղծենք մեզ համար ու ուրախ կյանք անցածենք, այդպես չի։ Ուրախությունը, իսկական ուրախությունը Սուրբ Հոգու ներկայությունն է, որ ամեն մեկիս մեջ կա։ Ամեն։ Եթե ուրախ չենք, Սուրբ Հոգին չկա մեր մեջ։ Եթե ուրախ չենք, Սուրբ Հոգին չի գործում մեր մեջ։ Եթե մենակ ու մենակ մտածում ենք մենք մեր ամեն օրվա դժվարությունների համար, ուրեմն Սուրբ Ոգին չի գործում մեր մեջ, որտեղ Սուրբ Ոգին մեր կյանքի տեսանկյունները փոխում է, մեր կյանքի մեջ պատուհաններ է բացում, պատուհան լուսամուտներ է բացում դեպի իրականություն։ Հալելույա։ Օծություն եք ուզում։ Վստահ եմ, որ ամեն մեկը օծություն եք ուզում։ Չեք ուզում, որ մարդկանց վրա աղոթեք եւ մարդկանց կյանքը փոխվի։ Պետք է զոհաբեր լինենք։ Պետք է զոհաբեր լինենք։ Ամեն։ Բայց երկնքի կրակը իջնում է պատրաստված զոհաբերողների վրա։ Ուրեմն թե զոհաբերում ենք, թե պատրաստվում ենք։ Խոսեցինք Հիսուսն ասում է Փեսան որ եկավ, հարց ինչ էր։ Հարցը սպասում էր, իր անդերձները մաքուր էր։ Մենք չենք իմանում Սուրբ Ոգին երբ է գալի։ Մենք չենք իմանում Հիսուս Քրիստոսի վերադարձը երբ կլինի։ Մենք պետք է ամեն ժամանակ պատրաստ լինենք։ Եթե Սուրբ Ոգին տեսնում է, ինձ համար էս հայտնություն է։ Եթե Սուրբ Ոգին տեսնում է, որ դու պատրաստ ես, համեմատ քո գիտելիքին, համեմատ քո տարիքին, համեմատ քո եկեղեցական բացառայությունից քեզի օծում է մի հատուկ բանի համար։ Ոմանք ասում են իմ տարիքս անցել է, արդեն ես պետք չեմ։ Արդեն էլ տարիքս անցել է, այդպես չի։ Մենք կարող ենք մարդիկ դառնանք, որ տան մեջ աղոթելու ժամանակ Սուրբ Ոգին խոսա, որ մենք ուղղու հեռաձայնենք եւ ասենք Աստված այսպեսի բան ասավ քո մասին։ Աստված կարող է ամեն ձևի անոթից օգտագործի, ամեն ձևի անոթից գործի իր փառք առաջ տանելու համար եւ մարդկանց փրկության համար։ Կապ չունի որ մենք ինչպեսի մարդիկ ենք։ Եթե շատ կրթված ենք, Աստված կարող է մեզանից օգտվի։ Եթե կրթությունը մեր քիչ է, Աստված կարող է օգտագործի։ Թողեք որ զոհաբերությունը պատրաստվելով մեր կյանքը ինչ անի, Սուրբ Հոգով լեցնի։ Ուրեմն գործարակելով երկրորդ գլխում 120 հավատացյալները հավաքված էին մեկտեղ եւ միաբան էին, հավաքված էին եւ միաբան էին։ Շատ եմ ես ասում, միաբանություն ինչ է նշանակում։ Այսինքն երբ որ հավաքվում ենք, օտար ինձանից ավելի լավ է։ Մենք գնում ենք ճամբար, եկեղեցական ճամբար ենք գնում։ Բարձ հայտներ անում ով էր Սուրբ Հոգու ազդեցության տակ են։ Մարդիկ որ մենակ իրանց համար մտածում։ Ես հիշում եմ
Մարդիկ կար որ սենյակի վրա կռիվներն են լնում։ Ես վերևի հարգը չեմ կարող քնել, ցածի հարգը պետք է տակ ինձի։ Այս սենյակը շատ վատ սենյակ է։ Լվացարանից հեռու է։ Չգիտեմ, այս սենյակի մարդիկ խռասնում են, ես չեմ կարող գիշեր քնել։ Բայց մարդիկ կային, որ սուս իրանց ծառայությունն էին անում։ Մարդիկ կային, որ սուս օտարներին ծառայում։ Օտարները իրանց համար կարևոր էր։ Եթե տեսնեիր քույրեր կային, որ իրանց երեխեքի համար ամենալավ կերակուրն էին քաշում։ Եվ նախքան որ կերակուրի համար աղոտ լիներ, այդ քույրերը իրանց երեխեքին էին կերակրում։ Ցույց է տալի, որ Սուրբ Ոգին այդպես որ պետք է այդ մարդկանց վրա ազդեցություն դրած լինի, այդ ազդեցությունը դեռևս չկա։ Ամենը միաբան մեկտեղ հավաքված էին իրար համբերելու համար։ Իրար համբերում էին։ Արդյոք կարող ենք իրար համբերենք թե ոչ։ Նրանք որ չեն կարող մեզի համբերեն կգնան։ Բայց մենք պետք է օտարներին համբերենք։ Ամեն։ Նրանք որ մեզի չեն համբերում կգնան։ Ով ուզում է լինի։ Եվ Հիսուսը ինքը լավ իմանում ասում է վերջի օրերը ես կամ արդյոք մեկի մեջ հավատ կգտնեմ թե ոչ։ Թողեք որ Սուրբ Ոգի կրակը մեր մեջ լինի։ Թողեք որ Սուրբ Ոգու միաբանությունը գա։ Նրանք միասնականություն ունեին եւ վերստին ծնունդը իրանց մեջ գործում էր, իրանք վերստին ծնված մարդիկ էին։ Սուրբ Ոգին հաճախ շարժում է այնտեղ, որտեղ որ ինչ կա։ Այնտեղ որ հպարտությունը մեռնում է։ Սուրբ Ոգին այնտեղն է շարժում, որ հպարտություն գոյություն չունի։ Հպարտ մարդկանց կարող են ճանաչել։ Ինչ որ ասում ենք, ասում են, չէ, այդ որ ես եմ ասում ճիշտ է։ Ինչ որ ասում ես, այս ականջից մտնում է, այն ականջից դուրս է լինում։ Ինչ որ ասում ենք, չի հնազանդում, հպարտ մարդն այդպես է։ Ես հիշում եմ, ես եկեղեցում ասեցի, ասի ես 3 շաբթի ու 5 շաբթի օրերը խոսացել եմ, որ այստեղ աղոթք կունենանք, ծունգերի վրա լացենք։ Ոչ ոք չեկավ։ Եվ մենք սպասում ենք, որ Սուրբ Ոգին մեր մեջ գործի, այդպես չի։ Այդպես չի։ Մենք պետք է փափագենք իրար հետ հավաքվելով, աղոթքի միջոցով կարողանանք ամեն օր աղոթքի կրակը բարձրացնենք։ Անձնական ծրագրերը փլուզումով եւ որ մենք հավաքվում ենք Սուրբ Ոգին այդպես անում, անձնական ծրագիրները փլվում են։ Անձնական ծրագիրներն էլ գոյություն չեն ունենում։ Դժբախտաբար մենք մի օր չենք կարողանում հատկացնել Աստծո համար։ Այդպես չի։ Դժվարանում ենք։ Իրականությունը խոսանք, չէ՞։ Մենք դժվարանում ենք մեկ օրը Աստծո հետ անցացնել։ Իսրայելի ժողովուրդը միջով այսօր, եթե հետագ Իսրայել կտեսնեք, Իսրայելի ժողովուրդը միջով այսօր իրանց օրը Աստծոնը պահում են։ Այդ օրը որ Աստծոնն է, իրանք ոչինչ չեն անում։ Հիմա թե սխալ թե ճիշտ մենք չենք իմանում, բայց միջով այսօրը Աստծո օրը պահում են։ Եվ իրանց համար հետաքրքիր է, որ Աստծո ամենակարևոր հրամաններից, որ մեկը իր օրը պահելն է, իրանք պահեն։ Մենք ճիշտ է, որ 10 պատվիրանքի մեջ չենք ապրում։ 10 պատվիրանքի մահ կարևոր բաներից է, որ Աստծո օրը պետք է պահենք։ Եվ այսօր Կիրակին է Աստծո օրը։ Եթե նրանցը շաբաթն է, այսօր Կիրակին է Աստծո օրը, որտեղ Հիսուս Քրիստոսը մեռելներից Կիրակի օրն հարություն առավ։ Մեր ծրագրերը ավելի բարձր չեն Աստծոց։ Պետք է վախենանք միասին հավաքվելը թողնելը։ Պետք է վախենանք այդ բանից։ Ես երբեմն անհույսանում եմ։ Long weekend, կարճ weekend, short weekend չեմ անում։ Ամեն ժամանակ մի բան կա, մարդիկ իրենց ծրագրերը շատ կարևոր է, վերջին փտած օրը Աստծոնն է։ Չեմ մեր եկեղեցում մենակ, ես չեմ գանգատվում ձեզանից, չեմ մենակ մեր եկեղեցում, ամեն տեղ ճիշտ կարծես այդպես է։ Գիտեք ինչու համար, որտեղ մարդիկ ասում են, Աստված մեզ փրկել է, այլ այնտեսքան բավական է, բավարարվում ենք։
Այն որ Սուրբ Հոգով լցված է, չի բավարարվում։ Օր ու գիշեր վազում է Աստծո արքայության համար։ Պատրաստ է ժամ դնի, պատրաստ է ճամփորդություն գնա, պատրաստ է սովածին կերակրի, պատրաստ է մերկերին շոր հագցնի։ Եվ այս լինում է Սուրբ Հոգու ազդեցությունը, որ մեր մեջ կա։ Մարմինի խաչվելու ժամանակ է Սուրբ Հոգին, այն որ պատրաստ է իր մարմնական կյանքը խաչի Հիսուս Քրիստոսի համար, Սուրբ Հոգին նրա համար գործում է, Սուրբ Հոգին գալիս է։ Եվ հավատացյալները կրկին քաղցում են Աստծո համար։ Եթե մենք սոված ենք, քաղց ունենք Աստծո ներկայության համար, Սուրբ Հոգին սիրում է այդ բանը։ Եվ դրա համար ծոմապահություն ենք անում, որ քաղցություն ունենանք Աստծո ներկայության համար։ Ծոմապահությունը դրա համար է։ Ծոմապահությունը դրա համար չի, որ մենք մի բան անելու համար ենք։ Մենք չէ, ծոմ ենք պահում, որտեղ ուզում ենք մեր ամեն ծարավը, ամեն սովը մերն ինչ լինի, լսվի Աստծո ներկայության համար։ Երկրորդ կետը հոգեգալստյան քամին, որ գալիս է, եւ հանկարծ երկնքից մի ձայն եղավ, սաստիկ քամու պես, այդպես որ համարը կարդացինք, Գործարաքելոց 2-րդ գլխին։ Քամին ներկայացնում է Աստծո անտեսանալի գործը։ Հիսուս Քրիստոսը Նիկոդիմոսի հետ որ խոսում էր Հովաննու ավետարան 3-րդ գլխի մեջ, խոսեց, որ դու չես իմանում քամին որտեղից է գալի։ Չես իմանում։ Քամին գալիս է, բայց դու չգիտես այդ քամին որտեղից է եկավ, ինչպես է եկավ, ինչ պատճառով եկավ։ Քամին ներկայացնում է Աստծո անտեսանելի գործը։ Այստեղ Գործարաքելոցի մեջ Աստծո անտեսանելի գործը Պենտեկոստեի օրում կատարվում է։ Դու չես կարող տեսնել քամին, բայց կարող ես տեսնել դրա ազդեցությունը։ Քամին երբ որ գալիս է, երբ որ շատ ուժեղ լինի, քանդում է, ջարդում է, փշրում է, մաքրում է եւ տանում է։ Քամու ազդեցությունը մենք այն ժամանակ, որ ինքը գալիս է, անցնում է, կարողանում ենք հասկանալ։ Սուրբ Հոգին կոտրում է լճացումը, լճացում, այսինքն մետեղ որ ջուրը հավաքվում է, միտեղ որ բան չկա, մի գործ չկա, կոտրում է լճացումը, չի թողնում, որ այդ բանը մնա եւ վերջնի, այդ ջուրը չի թողնում մնա եւ վերջնի։ Հեռացնում է հոգեվոր չորությունը։ Պատած մենք հոգեվոր շատ չոր մարդիկ ենք։ Արտասնում է մեռած աղոթքային կյանքը։ Քամին երբ որ գալիս է Սուրբ Հոգունը, մեր աղոթքի կյանքը փոխում է։ Մեր մոռացած աղոթքի ժամերը նորեն արթնացնում է եւ խանգարում է մեռած կրոնական սովորություններին։ Այսինքն գալիս է այդ մեռած կրոնական սովորություններ, որ մենք ունենք, դրանք ջարդում է, փշրում է։ Շատ եկեղեցիներ ունեն կառուցված առանց քամու։ Շատ եկեղեցիները այսօր մենակ ու մենակ վազում են, որ իրանց սիստեմը պահեն։ Մենակ մտածում են ինչպես, չգիտեմ, եկեղեցու շենքը նորոգեն, ինչպես աթոռ առնեն, ինչպես կայծի փողը տան, ինչպես վարձը տան, բայց քամի չկա։ Ինչպես ժողովրդին հավաքեն մետեղ, կարող է եկեղեցիներ, այս բանը չեմ ասում, որպեսզի մեր եկեղեցին փոքր է, դրանց ես նախատում եմ, չէ։ Դրանց էլ չեմ նախանձում, բայց իրականությունը սա է։ Եկեղեցիներ կան, որ 10,000 մարդ են, պարում են, վերվեր են թռնում, ձայն կա, բայց այդ ձայնը միայն ձայն է։ Քամու զորությունը չկա։ Քամու զորությունը պետք է գործի։ Ամեն։ Ջամբիվերն ասում է ինձ հրավիրել են Բրեզիլ, որտեղ քարոզեի։ Ասում է, եւ որ գնացի, նստեցի, որ քարոզեի, ասում է, ժողովուրդը խոսում էին, այդ վերջ հավաքվել էին, էթում էին գալիս էին, ասում է, իմ սիրտս շատ ճմրթվավ։ Ասում է, հիմա ժողովուրդը ասեն ամբուխի մեջ են, նվագիչներն են իրանց բաները, իրանց նվագարանները չեք անում։
ասում եմ մեջ մատ բան եկավ, մատ ճիշտ կարծես միտք եկավ, որ կանգնեմ եւ այդ խնդիրը, որ այդ եկեղեցում կա, այդ վիճակը, որ այդ եկեղեցում կա, բերեմ Աստծո զորության տակ։ Ասում եմ եւ կանգնեց եւ ժողովրդին ասեցի. ժողովուրդ Աստծոն որ ստեղա հարգեք։ Ժողովուրդ մի գնահարեք։ Կենտրոնացումը ձերը դրեք Աստծո ներկայության վրա։ Եվ ժողովուրդը սկսեցին, ասում եմ մեկ-մեկ էլ կամաց-կամաց ձայները նստա։ Ասում եմ ժողովուրդը սկսան աղոթքի մեջ գալ։ Այդ րոպեին որ եկեղեցում ասում եմ մարդիկ սկսեցին աղոթել, ասում եմ մատ ուժեղ, ասում եմ շատ ուժեղ քամու ձայն եկավ։ Ասում եմ այդ քամու ձայնը ճիշտ կարծես մատ մեծ օդանավ այդ վերևի տասնում էր, այդպեսի մատ ձայն էր։ Ասում եմ եւ որ ժողովը շարունակվեց, մարդիկը Սուրբ Հոգով լեցվում էին, ընկնում էին, լացում էին, ազատագրվում էին։ Ինչի համար, որտեղ թույլ տվեցին, որ քամին, Աստծո քամին գա եւ գործի։ Եվ ասում է, որ ժողովը վերջացա, ասում եմ մոտ 3-4 ժամ ժողով եղավ, մարդիկ չէին ուզում այդային տուն։ Ասում եմ, եւ որ վերջացա, ասում եմ մարդիկ կային, որ այդ քամու ցենը լսացել էին։ Ոչ այդ ժամին օթանավ էր անցնում տած, ոչ օթակայան կար այդտեղ, ոչ չկար, բայց այդ քամին Սուրբ Հոգու ձայնն էր, որ ազդել էր այդ տեղը։ Ուրեմն շատ եկեղեցիները քամի չունեն, կարող է մեր եկեղեցին էլ պետք ունի քամու։ Կարող է մենք երկանդիշեն վարակ մի քամի կա, բայց այդ քամին օգուտ չունի։ Հիմա սպանը պատտում են քամի խփում է ինձ, բայց Երանի Սուրբ Հոգու քամին լինի։ Բայց երբ Սուրբ Հոգին փչում է, մեռած սովորական բաները վերջանում են։ Եվ որ Սուրբ Հոգին փչում է, մեռած ոսկորները կենթանանում են։ Եզեկիելի 37-րդ գլխի մեջ ինչ է խոսում։ Եզեկիելին ասում է, ով մարդի որդի, վեր կաց։ Եվ այս մեռած ոսկորների վրա մարգարացի։ Եվ մեռած ոսկորներն ասում է, եւ որ վեր կացա եւ մարգարացի, ասում է, բան քամի եկավ այդ ոսկորները միացան իրարու։ Եվ ոտի վրա կանգնեցին։ Եվ որ Սուրբ Հոգին գործում է, մեռած հավատացյալը ոտքի վրա է կանգնում։ Քամին գալիս է ոտքի վրա է կանգնեցնում դրան։ Մենք այսօր պետք ունենք այդ քամուն։ Եվ որ քամին գալիս է, սրտերը ապաշխարում են։ Ապաշխարող սիրտը Սուրբ Հոգու տաճար է դառնում։ Երկրպագությունը կարևոր է լինում, բռնվում է։ Մեր ամեն մեկիս համար երկրպագությունը շատ կարևոր մի բան է լինում։ Եվ Աստծո ներկայությունը լեցնում է սենյակը։ Ինչքան մենք պետք ունենք այդ քամու, կարող ենք մեր աղոթների մեջ բերենք, պետք ունենք ով Սուրբ Հոգի քո քամուն։ Ինչպես ասեցի, Հիսուսը նմանեցնում է Սուրբ Հոգուն մի քամու պես, որովհետև Սուրբ Հոգին չի վերահսկում մարդկային համակարգերով, մարդկային համակարգերով, մարդկային որոշումներով չի։ Եվ որ քամին գալիս է, մենք չենք իմանում որտեղից է գալի եւ ինչ անում։ Եկեղեցին չի ղեկավարում Սուրբ Հոգուն։ Սիրուն երգը, Սուրբ Հոգի արի։ Մենք հրամայում ենք Սուրբ Հոգուն։ Մենք Սուրբ Հոգի արի, ճիշտ կարծես Սուրբ Հոգին չի իմանում, որ պետք է կա։ Մենք չենք կարող հրամայենք Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգի արի մի գործ արա։ Մենք կարող ենք մենակ գնահատանենք եւ ինքը կգա։ Ինքը դա սպասում։ Դրա համար Հիսուսն ասում է փակ դռների հետևից կանգնած դուռ եմ թակում։ Եկեղեցու դռան հետև կանգնած դուռը թակում եմ, թող ներս գան։ Ինքը սպասում է մեր հնազանդության, ինքը սպասում է մեր պատրաստված վիճակին։ Սուրբ Հոգին ղեկավարում է եկեղեցուն։ Մեր ղեկը պետք է տանք Սուրբ Հոգու ձեռքի մեջ։ Հոգեգալիստյան կրակը խոսում է, ուրեմն միաբանություն կար, քամի կար, հիմա Սուրբ Հոգու կրակը բաժանված լեզուներ կրակի նման Սուրբ Հոգու կրակը, որ իջնում է, ամփոխ Սուրբ գրքում կրակը ինչ խորհրդանիշ է։
Ինչ է նշանակում։ Առաջինը մակրագործում է, կրակը մակրագործում է, ամեն։ Հին ժամանակ է ժամանակ, որ ես հիշում եմ գնում էինք բժիշկի, բժիշկները մատ ասեղ ավել չունեին։ Եվ այնքան այդ մատ ասեղով մարդկանց սրսկում էին, ինչ էին անում։ Առաջ ասեղի ծայրը դնում էին վառում էին։ Ես լավ հիշում եմ, պենիսիլին ինձ խփեցին, հիմա էլ տեղ ցավում է։ Կարծեմ 50 տարի առաջվա պատմություն է։ Այդ ասեղը այնքան էլ գուլացել էր, որ չեմ անում, դա ինչպես էր սրսկում այդ մարդը։ Առաջ տակացնում էին, հետո գցում էին եռացրած ջուրի մեջ, հետո դրանով սրսկում էին։ Որտեւ ինչ անում կրակը։ Կրակը ամեն միկրոբներին, ամբողջ բակտերիների միջից ստանում է։ Սուրբ ոգու կրակը գալիս է մակրագործության համար։ Գալիս է մաքրում է։ Կրակը նշանակում է սրբություն։ Կրակը նշանակում է դատաստան։ Աստծո խոսքի մեջ այսքանի բանը շատ կարևոր է։ Կրակը որ գալիս է, այդպեսի նշանակություններ ունի։ Եվ աստվածային ներկայություն։ Հալելույա։ Կրակը նշանակում է Աստծո ներկայությունը։ Պենտեկոստեի օրը, եւ որ կրակը իջնում է, լեզուները մարդիկ խոսում, այդ Աստծո ներկայությունն է։ Եվ այսօր մենք պետք ունենք այդպեսի մի հատ կրակի։ Հալելույա։ Աստված խոսեց Մովսեսի հետ ինչի միջոցով։ Կրակի միջոցով։ Փուշը վառվում էր։ Եվ Մովսեսը տեսավ։ Գնաց, բայց Աստծո ներկայությունն էր։ Եվ հետաքրքիրը Աստված սկսեց խոսալ կրակի երևալուց հետո, ասաց Մովսես կոշիկները թանի, որտեղ այստեղը որ դու գալիս ես ու ես կանգնես, սուրբ տեղ է, սուրբ վայր է։ Աստծո ներկայությունը կրակով այդ տեղը սրբագործել էր։ Եվ Մովսեսը պարտավորված պետք է իր կոշիկներն աներ, որ սուրբ տեղը ոտ էր տնում, Աստծո սրբության հետ միաբանվեր։ Սամիթիպի հետաքրքիր բան էր ասում, եւ որ մենք բան էինք, գնացել ենք Cyprus, Ղեբրես էինք գնացել, ինքը էս քարոզն ասավ միջովեսով մտքից մեջ է։ Ասում Մովսեսի կոշիկը իրավունք չէր տալի, որ Մովսեսը Աստծո սրբությունը վերցներ։ Եվ դրա պատճառով Աստված իրան ասավ կոշիկներ թանի եւ արիստեղ կանգնի, որ Աստծո սրբությունը վերցնես։ Այսօր մենք պետք ունենք այդպեսի մի հատ Աստծո ներկայությանը։ Եվ որ գնում ենք Աստծո ներկայության մեջ, մեր կոշիկներն էլ անենք եւ Աստծո ներկայությունը մեզ բռնի։ Աստված խոսեց Մովսեսին կրակի միջոցով։ Եղիան կանչեց կրակ, երկնքից կրակ խնդրեց Եղիան։ Կրակը եկավ զոհասեղանի վրա։ Եվ ինչ արավ այդ զոհասեղանի զոհն վերցրեց։ Աստված, եւ որ կրակով գալիս է, ցույց է տալի, որ ընդունում է։ Սուրբ ոգու իջնելը Պենտեկոստեի օրը, այսինքն Աստված երկնքից կրակով ընդունեց այդ սրտերը, որ զոհաբերություն էին անում։ 120 հոգի 10 օր զոհաբերություն էին անում։ Միաբանված իրար հետ եւ ընդունվեց այդ զոհաբերությունը։ Աստված վերցրեց այդ զոհաբերությունը, ինչպես Եղիայի զոհն, որ դրել էր զոհասեղանի վրա, ջուր էին լցրել։ Եվ Եղիան կրակ ուզեցավ եւ երկնքից կրակ եկավ եւ վերցրեց։ Հոգեգալստյան տոնի կրակը նստեց յուրաքանչյուր հավատացյալի վրա։ Անհատապես ամեն մեկի վրա։ Այսօր ասում են, եղբայրոնեք, Երանի քեզ Սուրբ ոգով խոսում է, լեզուներ ես խոսում, Սուրբ ոգով լսված ես։ Երանի ես էլ այդպես լինեի։ Ամեն մեկից բաժինը սա է։ Ամեն մեկից բաժինը սա է, որ Սուրբ ոգու կրակը մեր մեջ կա։ Եվ 120 հոգին լսվեցին Սուրբ ոգով։ Սա խոր իմաստ ունի։ Ոչ միայն առաքյալները, ոչ միայն մարգարաները, ոչ միայն առաջնորդները, այլ ամեն մարդիկ Սուրբ ոգով լսվում են։ Յուրաքանչյուր հանձնված անոթ դարձավ փառքի կարողը։ Յուրաքանչյուր մարդը դարձավ այդ անոթը, որ կարողանար Աստծո փառքը իր մեջ ունենալ։
կրակը տարածվեց, քանի որ հոգին այլևս չէր սահմանափակվում ձեռքով պատրաստված տաճարի մեջ։ Էլ տաճարը էլ գոյություն չուներ։ Մարդիկ դարան Աստծո տաճարը, ամեն, հավատացյալները դարձան Աստծո տաճարը եւ այդ կրակը եկավ։ Հիշում եք, եւ որ տաճարը սարքեցին, Աստծո ներկայությունը եկավ եւ ծածկեց տաճարը։ Ամպով եկավ եւ ծածկեց տաճարը։ Պենտեկոստեի օրը էլ եկեղեցու շեն գոյություն չուներ, որտեղ էլ արդեն Հիսուսը ասել էր, որ այս մարդիկ ինձ չեն ընդունում։ Կրակը իջավ, իր ներկայությունը եկավ եւ այդ տան մեջ լցրեց ամեն մեկին իր զորությունով։ Ուրեմն կրակը 3 բան է անում։ Կրակը մաքրում է, Սուրբ Ոգին այրում է ինչերը։ Մի բաներ, որ մենք նրանով սազվել ենք։ Փոխզիջումները, որ մենք ունենք, սազեշ, մենք սովորել ենք շատ բաների հետ։ Դրանով ապրում ենք, բայց Սուրբ Ոգու կրակը գալիս է եւ դրանց վառում է։ Շատերն են ցանկանում հոգու պարգևները առանց հոգու սրբության։ Չի կատարվի։ Բայց հոգեգալստական կրակը սուրբ կրակ է, սրբակործում է։ Աստված երբեք կրակը չի ուղարկում միայն մարդկանց զվարճացնելու համար։ Տարին մեկ անգամ Պենտեկոստեի օրը եկեղեցին վեր են թռնում, իրար համար աղոթում են, ուրախանում են, գնում են միջով մյուս տարի։ Այդպես չի։ Հետաքրքիր է, եւ որ հասնում է Պենտեկոստեի օրը ճիշտ կարծես իր անդաման մատ նորություն օր է։ Այդպես չի Սուրբ Ոգու ներկայությունը։ Պետք է ամեն օր եկեղեցու մեջ գործի։ Թողնենք այս սրանից հետո մեր եկեղեցու ամենակարևոր մասը սա լինի, որ ներս ենք գալի աղոթենք։ Քարոզը կկարճանա, վնաս չունի, բայց կարող ենք աղոթենք, կարող ենք պաշտենք Աստծուն, տարբեր երգեր պատրաստենք։ Նվագել չունենանք, վնաս չունի։ Առաջի դարվա եկեղեցին նվագարաններ չունեին։ Երեշտակները չեմ անում, առանցի քիբորդ ու առանցի միկրոֆոն ու առանցի տես բաներ երգում են, մենք էլ կարող ենք այդ գործն անենք։ Ուրեմն Աստված երբեք կրակը չի ուղարկում միայն մարդկանց զվարճացնելու համար։ Նա կրակ է ուղարկում նրանց վերափոխելու համար։ Աստված ուզում է մեր կյանքը վերափոխի, ուզում է ուղարկի, որ մեր կյանքը փոխվի։ Կրակը ցանկություն է առաջացնում, այսինքն փափակ է առաջացնում։ Սառը կրոնը չի կարող գոհատևել իրական հոգեգալստյան ժամանակը։ Հին ուխտը չէր կարող, պետք է Սուրբ Ոգին գա։ Երբ Հոգին իսկապես դպչում է մարդուն, աղոթքը փոխվում է, երկրպագությունը փոխվում է, մեր քաղցը փոխվում է, մեր սովածը փոխվում է, մեր ծարավը փոխվում է, համարձակությունը փոխվում է մերը։ Երեմիան ինչ է ասում։ Երեմիայի 20-րդ գլուխի 9-րդ համարը։ Ասում նրա խոսքը իմ սրտում էր ինչպես վառվող կրակ։ Այդպեսի մի կրակ էր Երեմիան իր սրտում զգում։ Երրորդ բանը, որ կրակն անում է, կրակը զորություն է տալիս։ Հոգեգալստյան օրը վախեցած աշակերտներին դարձրավ ինչ, անվախ վկաներ։ Պողոսը, որ Հիսուսին ուրացավ, ումի առաջ, մատ աղախինի առաջ, այժմ քարոզեց հազարավոր մարդկանց առաջ։ Առաջի օրը 3000 մարդ ընդունեցին Հիսուս Քրիստոսին եւ հետո մկրտվեցին։ Ինչի համար, որտեղ Սուրբ Հոգու կրակը մտավ Պետրոսի սրտի մեջ եւ այն 12-ի մեջ, եւ որ Պետրոսը վեր կացավ սկսեց քարոզել, 3000 մարդ ամբողջ ազգերից ընդունեցին եւ մկրտվեցին։ Սուրբ Հոգու հետ մեկ հանդիպումը փոխեց ամեն ինչ։ Վա, ինչքան լավ է, մենակ մեկ անգամ։
Ինչքան լավ է, մեկ անգամ Սուրբ Ոգին հանդիպի մեզ։ Ես այդ փորձել եմ։ Այդ եկել է իմ կյանքից մեջ եւ միջով այսօր իր համը բերանից դուրս չի լինի։ Շատ ժամանակ ասում եմ Սուրբ Ոգի խնդրում եմ մեկ անգամ էլ արի եւ ինձ վերցրու եւ ինձ տար դեպի այդ փառքը, այդ ուրախությունը եւ մեկ անգամ հանդիպումը կարեւոր է, կարող եք այդպեսի աղոթել, մեկ անգամ ինձ հանդիպի։ Հիմա կրակից հետո 4-րդ կետը, որ քարոզի նյութի մեջ ունեն, լեզուները նշան էին, բայց զորությունը նպատակ էր։ Զորությունը նպատակ էր Աստծունը։ Լեզուները մատ նշան էր, բայց Աստծու ամբողջ նպատակը սա էր, որ աշակերտները զորանային, ինչպես որ Պետրոսը զորացավ։ Լեզուներով խոսելը լցվելու ապացույցն էր, բայց ավետարանչությունը առաքելություն էր, որ Աստված ինչ արավ, տվեց աշակերտներին։ Ոգին չեկավ պարզապես հավատացյալներին հուզական դարձնելու համար։ Շատերն ասում են, վա, ինչքան ես հոգևորվեցի, լավ լացա։ Այդպես չի, ես այդպես եմ Աստծո ներկայության մեջ լավ լացում եմ, սիրտս տետևանում եմ։ Սուրբ Ոգին չի գալի, որ մեզ հուզացնի։ Սուրբ Ոգին գալիս է, որ մեզ ավետարանիչ դարձնի։ Սուրբ Ոգին գալիս է, որ մեզ զորավորներ դարձնի։ Սուրբ Ոգին գալիս է, որ մենք ինչ դառնանք։ Զորավորներ լինենք, կարողանանք սուր քաշենք, կարողանանք կռվենք, կարողանանք սատանայի բերդերը քանդենք։ Պենտեկոստական աշխարհից փախչելու մասին չի Սուրբ Ոգու լեցնությունը, այն Աստծո առաքելության այնտեղ տրվելու մասին էր, որ Աստված եկավ, որ մի նոր գործ սկսի եկեղեցու հետ։ Պենտեկոստեն աշխարհից փախչելու մասին չի։ Երբեմն մենք ասում ենք, Սուրբ Ոգով լսվում ենք, որտեղ աշխարհից ուզում ենք ինչ անենք, հեռանանք։ Մենք աշխարհի հեռանալու համար Սուրբ Ոգով չենք լսվում։ Առաքելության համար Աստված տալիս է մեզի որպես առաքյալ, առաքելություն վերցնենք։ Վերին սենյակում, վերասենյակում երբեք նախատեսված չէր մշտական բնակարանի համար։ Պենտեկոստը այդ չի նշանակում, որ մենք հավաքվենք մետեղ եւ ամեն անգամ այդտեղ Սուրբ Ոգով լսվենք։ Այդպեսի մի բան չի։ Ամեն ժամանակ, ամեն օր, ամեն տեղ մենք կարող ենք Սուրբ Ոգով լսվենք։ Եկեղեցին, որը զգում է Պենտեկոստեն, բայց երբեք չի հասնում հոգիներին սխալ է հասկացել Պենտեկոստը։ Եկեղեցին, որ ասում է ես պենտեկոստական եմ եւ ոչ մի activity չկա, ոչ մի ծառայություն չկա մեղավոր աշխարհին հասնելու, ուրեմն Պենտեկոստը սխալ ենք հասկացել։ Թող Աստված տա մեզի, որ մենք կարողանանք ավետարանիչ մարդիկ լինենք։ 5-րդ կետը եւ վերջի կետն է այսօրվա քարոզին է։ Ոգեգալստյան օրը շրջեց Բաբիլոնը։ Հիշում եք Բաբիլոնի մասին խոսացինք։ Բաբիլոնը շրջում է։ Բաբիլոնը ինչ եղավ։ Բաբիլոնում լեզուները բաժանվեցին։ Մարդկային լեզուները բաժանվեց։ Ոգեգալստյան օրում հոգին միավորեց մարդկությունը։ Այդ օր, որ Սուրբ Ոգին թափավ, ամեն երկրներից մարդիկ հավաքվել էին։ Ամբողջ ազգերից մարդիկ կային։ Եվ Սուրբ Ոգին ճիշտ կարծես թափացավ եւ այդ լեզուն տվավ, որ ճիշտ կարծես մարդկանց դարձնի մի ժողովուրդ, մի հատուկ ժողովուրդ, որ արդեն իրար հասկանում են, իրար կարողանում են հասկանալ եւ մեր խոսք ունենան, մեր նպատակ ունենան։ Ուրեմն հոգին միացնում է մարդկությունը։ Մենք Բաբիլոնի պատմությունը կարող ենք Ծննդոց 11-րդ գլխում կարդալ։ Այնտեղ հպարտությունը ցրեց մարդկանց։ Գործառաքելոցի 2-րդ գլխում հոգին հավաքեց ազգերին։ Հպարտությունը կոտրվավ, միաբանությունը, կրակը, քամին, ամբողջ եկավ, որ մարդիկ մի նոր արարած լինեն։ Ոգեգալստյան օրը բացահայտում է, որ ավետարանը
նախատեսված էր ինչի համար, յուրաքանչյուր ցեղի համար, յուրաքանչյուր լեզվի համար, յուրաքանչյուր ժողովրդի համար, յուրաքանչյուր ազգի համար։ Եկեղեցին ծնվեց ամբողջ ազգերի միջոցով։ Ոգին խոսում է ողջ մարդկության հետ։ Այդպես որ ասեցի, մատ հայաստանցի եղբորը հավաքվել են, խոսում ենք, ինք ասում էր Վազգեն եղբայրն էլ մեր հետ էր, հայաստանցի ու պարսկահայ ու հայաստանցոց մասին ենք խոսում, եւ այդ եղբայր վերցավ ասա պետք է տեսնենք, որ խմորվեն թե չէ։ Եվ ես ինձ շատ ազդավ։ Եվ եթե չի խմորվում, ժողովուրդները չեն խմորվում իրար հետ, այդ ցույց է տալի, որ հա, չեն միաբանվում իրար հետ, այդ ցույց է տալի, որ Սուրբ Հոգու գործը կատարյալ դեռ չի կատարվել մարդկանց սրտի մեջ, որտեղ պարտությունը պետք է կոտրվի, ինքնասիրությունը պետք է կոտրվի, իմս ավելի լավը պետք է կոտրվի, իմս ավելի լավ է քան թե քոնը, դրանք պետք է կոտրվի։ Եզրակացությունը այսօր մեր քարոզին ինչ է լինելու։ Վերնատներից դեպի այրող կյանքեր։ Այսօր իմ քարոզից վերջակետը էս է։ Այրող կյանք, այրվող կյանք, մի կյանք, որ բոցավառվում է Աստծո համար։ Հոգեգալուստը երբեք նախատեսված չէր մնալ որպես ինչ, պարզապես եկեղեցական ծառայություն, այն նախատեսված էր դառնալ ապրելակերպ, lifestyle, ապրելակերպը պետք է փոխվեր։ Նույն հոգին, լավ լսենք, նույն հոգին, որը շարժեց վերնատունը առաքյալների ժամանակ, զորացրեց առաքյալներին, հենց այդ հոգին այսօր էլ գործում է։ Ամեն, հենց այդ հոգին երեք այսօր եւ հավիտյան նույնն է, բայց մարդիկն են, որ փոխվել են, մարդիկն են, որ չեն հետաքրքրվում, մարդիկն են, որ իրենց սիրտը պաղացրել են եւ բորբոքեց, Սուրբ Հոգին բորբոքեց վերածնունդը, այսօր էլ Սուրբ Հոգին կարող է այդ գործն անի եւ կարող է բոցավարի մեր սրտերը։ Հարցը այն չէ, թե արդյոք Աստված պատրաստ է իր հոգին լցնել։ Մենք երբեմն ասում ենք Աստված կարող է պատրաստ չի, այս հարցը այդ բանի մեջ չի։ Հարցը այն է, թե արդյոք եկեղեցին դեռ բավականաչափ քաղցած է նրա ընդունելու համար թե չէ։ Պատրաստ ենք, որ նրան ընդունենք, թե ոչ։ Ոտքի վրա կանգնենք։ Հալելույա։